Սիրելի հետևորդներ, բարևներ, մենք եկել ենք մասուր հավաքելու, սա էլ են վայքի եգիպտական բուրգերն են, այս լեռները ես նմանեցնում եմ եգիպտական բուրգերին, անցած տարի էլ ենք եկել այս հատվածը, այս ճանապարհով առաջ գնացել են վայքի Զառիթափ գյուղը և անունն էլ մնացել է Զառիթափի հին ճանապարհ, հիմա էլ երթևեկությունը լինում է, ոնց որ թե ճանապարհներն էլ սարքել են, ավազելեցրած, բայց գնում են այս կողմերով դարը-դաշտը, մասուր են հավաքում, այգիներ կա ոնց որ, այս ճանապարհով նորից կարելի է գնալ Զառիթափ, Սերս են գնում, Ազադեք, մի խոսքով երթևեկելի է, մենակ չեմ եկել, ուղղակի հետիս անձնավորությունը չի ցանկանում նկարահանվել, ես էլ դե կամքին հակառակ ոչինչ չեմ անի, դա նորից եմ վլոգի նման կգրեն մենակ ա եկել, ձև ա տալի իրան, մենակ չեմ եկել, չնայած որ մենակ էլ գամ այս տարածքները հաստատ վախենալու չի, բնակելի է, տներ կան, մի խոսքով վախենալու տեղ չի, մասուր այսքան հավաքել եմ, այնքան էլ լավ մասուր է, շատ ընտիր մասուր կա, հավաքել եմ ու նորից գնամ հավաքեմ, տեսնեմ ընկերուհիս ուր է, գնամ իրա մոտ, լավից վատից կա, ամեն տեղից տենց խաղում ենք մի քիչ, այն հասածները, հիմա մասուրը արդեն կարելի ասել չորացել է հիմնականը, բայց դե հասածներ էլ կան, իսկական ողող մասուր է, այն որ էլ չորացնելու կարիք չի զգացնում, էլ չենք չորացնի, բայց դե լցնելու եմ բալկոնը, մանր են, լիքն է, առողջ է, բայց շատ մանր փոքր մասուրներ է, այս կողմերի վրա էլ կա, մի հատ լավ, որ ծառ գտնենք մասուրի, տենց ասած թուփ, գոնե ահագին կքաղենք, բայց դե սոկի օղու համար իսկական ուղղակի դժվար է քաղվում, դժվար, տեղից տեղ ենք տեղափոխվում, մինչև այս դույլը կլցվի, մոտներս էլ, ցելոֆան կա, այս էլ վատը չի, լավ էլ ցածր ճյուղերը, չէ, էսի լավն է, այս ծառը լավն է, սա կողքից տեղ չէ թամ, ահագին կքաղեմ, լավն է էսի, մենակ թե հեռախոսս գամ բերեմ մոտս, այս մի ծառը շատ լավն է, շտուգեցի, գնանք քաղ, չեմ ասում գնանք քաղենք, դուք էլ ինձ հետ եք գալիս, դուք էլ ինձ հետ, ես քաղում եմ, դուք լայքում եք, մասուր այլի, կարևորը մոտիկա, կա, չոր է, կիսաչոր է, արագ պետք է քաղեմ, այս նկարահանելն էլ է ինձանից ժամանակ պահանջում, ժամանակս տանում է, կարելի ասել, ժամանակս տանում է, բայց դե առանց նկարելու էլ չեմ կարողանում, պետք է նկարեմ, տեսնեք թե ուր եմ գնում, ինչ եմ անում, ես որոշել էի մարտակովրդի օրերին շատ գայի մասուրի, բայց դե չեղավ, փափուկ մասուրներ են, իսկական ջեմի մասուն, մասրամածունի համար, իսկական, ճանապարհի կողքերն է մասուր կա, քաղենք ու գնանք տուն, մենք մեր պարտականությունը ոնց որ թե կատարեցինք, ահա քաղեցինք, ծանր, սիրելի հետևորդներ, գնում ենք տուն, այս մասը այնքան գեղեցիկ է, շատ սիրուն, որոշեցինք քայլենք, հետո մեքենա կկանչենք, տաքսի կկանչենք, այստեղ պարզվում է, որ լճեր էլ կան,
գետի մոտ է։ Այս իսկական աշուն է այս մասում, այս կամրջի մոտ էլ մի հատ կնստենք, կհանգստանանք։ Շատ սիրուն է, եղանակն էլ մեր կողմից էր, ոչ արև էր, ոչ անպած էր, ոչ ցուրտ էր, ոչ քամի էր, նորմալ աշնանային եղանակ։ Հեսա նստենք այստեղ, հարմար է ու մեքենան կանչենք մեզ, որ վայք տանի։ Սա վայքի վերջնամասն է, կարելի ասել, վերջնամասն է, մենք վայքի սկզբում ենք ապրում, տեղից արդեն գնում ես դեպի Սիսիան, սիրուն են, չէ, սարերը, լեռները, շատ սիրուն է մեր վայք քաղաքը, փոքրիկ է, բայց գեղեցիկ քաղաքը, շատ գեղեցիկ քաղաք, են որ նստում ես, հիանում ես, ամեն մի ծառով, թփով, գետով, ջրի ձայնով, գեղեցիկ բնությունով, ահա արդեն այստեղ արփան է հոսում, արփագետն է, տեսեք, սիրուն է էլի, սիրուն։ Միայն այստեղ ինչն է պակասում, ով կարա ասի, ինչն է պակասում, միայն այստեղ պակասում է մեկ բաժակ կոֆե, մեծ հաճույքով կխմեիր, չէ, ստե նստեինք կոֆե խմեինք, ջուրը, օ, ինչ հավես է, հատ սիրուն է։ Այնքան սիրուն աշուն է, անբացատրելի գեղեցիկ, այն որ իրական աչքով պետք է տեսնես, զգաս այս բնության հրաշքը։ Ահա, լեռների մեջ ծվարած տներ էլ կան, սարի տակին, տեսեք, ուռենիները, հա, կանչենք տաքսին, տաքսի, 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 դու մեզի հասի, մի թող, որ մենք մնանք այս մասում, հա? Չէ, չարժի ճանապարհից շեղվենք, տրասան արդեն, և այս սա էլ գլխավոր ճանապարհն է, գլխավոր ճանապարհը վայքի, ինչ լայն է գետը, չէ, այստեղ, բայց այնքան հանդարտ, մեղմ, հանգիստ հոսում է, կարծես թե ոչ մի տեղ չի շտապում, ոչ մի բան չունի անելու, այո, իրականում այդպես է, իր բան ու գործն էլ հենց սա է։ Լեռները, ինչքան սարերը, այս մասը այնքան հետաքրքիր ժայռաբեկորներ կան, գեղեցիկ, և հեռվից ես այս ժայռերը նմանեցնում եմ եգիպտական բուրգերի, այնքան հաճելի է այստեղ, որ չենք շտապում, ու չեմ ուզում տուն գնալ, պատկերացրեք, մի երկու քայլ և գլխավոր ճանապարհն է վայքի, և չմոռանաք, դուք լայքում եք, ես էլ վայքում եմ, ճիշտն ասած նոր պետք է մտնեմ վայք, վայքից դուրս է այս տարածքը, այս ճանապարհը, ձեռքերս, ջուր էլ չկար այն մասերում, ամբողջը սենց մասուրները չորացել, կպել է մատերիս։ Վերադարձա տուն, ահագին մասուր եմ բերել, փափուկ, իսկական են մասրամածուն, մասուրի ջեմ պատրաստելու համար, փափուկ լավ, հիմա սա պետք է մաքրենք մենք, այս պոչի հատվածները, այս սևերը հեռացնենք, լվանամ, լավ, ու դնեմ եռա, որ մասրամածուն սարքեմ։ Մինչև դա անելը ես այն օրվա լոբիից ունեմ, էլի մաքրեմ, ասեմ, որ երեխաներից դուրը շատ եկավ, մանավանդ Աշոտի, կարելի ասել, սա էլ Աշոտի պատվերն է, ասեց, եթե կա էլի սարքի, Աշոտն է տանը չի սարքեմ, հեսա կգա։ Հիմնականը հատեր են, ես հատերով ամենահոմովն է,
Աշոտն ասում է կարող է հատեր չլինի, որովհետև ամենահամովը սրանք են, բայց չէ, կլինի անցած անգամ շատ հատերը հանեցինք, հիմա էլ են էց, որ վատ չի, այն օրը խանութում ասեցի, չէ, որ այս բլավա սենց անեմ, ասեցի, չէ, որ լոբին 1000 դրամ էր կիլոգրամը սուպերմարկետում, կլինի էլ արդեն դաշտերը վերացել են, չկա ջերմոսներում, բայց դե մերոնցը տեսակ, որ դրսում է ու ցուրտնը չի տարել, հետաքրքիր էր շատ, են ինչ եմ վաճառում, այս սեզոնին կարտոֆիլը կամ է կաղամբ, պետք է կարտոֆիլ առնեմ, չէ կաղամբ պետք է առնեմ, թթվի համար մի քանի տենց մեծ գլուխ էլ նոր տարվա է տոլմա, մոլմայի առհասարակ առնում պահում եմ, ձմռան է տոլմա սարքելու համար, որովհետև գալիս է մի պահ խանութներում որ վաճառում են, ենքան կոպիտ է լինում, ժամանակ էլ չունեմ, տեսնեմ կաղամբեր կիչնեի կառնեի հաստատ, չեմ լավանում, սիրելի հետևորդներ, ես ինչ բան հիվանդություններ երկար տևեց, գրիպ եմ, գրիպ չեմ, ուղղակի տենց ձայնս քաշվել է, գրիպի պես, բայց գրիպ չեմ, երկար էլ տևեց, համարյա ինչ արձակուրդ եմ, այսպես վատացել եմ, մինչև առ այսօր, հեսա կգնամ գործի, այսպես հիվանդ, Սրանք մի քանի օր առաջ պատրաստած մրգի չիպսերն են, ենքան լավ չորացան, սա կառալյոկն է, նայեք, հետաքրքիր բարակ շերտով երբ կտրում ես, մրգի գույնը, այն գծերը, ամեն ինչը պահպանվում է չորանալիս, նայեք, իր գույնը չի կորցրել, նույնը տանձը, սպիտակությունը, նույնը սալորը, լավ է, հիմա լցնեմ տոպրակները և պահում եմ սառնարանում, բացի այդ էլ ես էլի տոպրակնելու բան ունեմ, ահա այս չամիչները, շատ լավ ստացվեց, գիտեմ, որ շատերդ պատրաստել եք, ընտիր, վատ չամիչ չկա այստեղ, դե անկորից խաղողից էլ եմ պատրաստել չամիչ և սրանից, բայց ես այս կորիզովն եմ հավանում, ասեմ, որ իմանաք, կորիզովը ավելի համով է, լցնելու, դասավորելու, լիքը բաներ, տնային պայմաններում էլ կարող եք պատրաստել, ես էլ կվարտիրայում եմ ապրում, բարձրահարկ շենքում, բայց դե պատրաստում եմ, ահա,
երկարուկ սիրուն չամիշներ, քաղցրությունը քաղցրության մասին, համի մասին էլ չեմ խոսում։ Համի մասին խոսելը ավելորդ է։ Չոր, խրխրթան եւ նույն ժամանակ շատ համեղ։ Հիմա էլ կարող եք պատրաստել։ Կարելի է կիվիից էլ պատրաստել, բանանից էլ, բոլոր տեսակի, միայն թե յուղաթուղթ, պարտադիր դրեք տակը, յուղաթուղթ, որ ինքը չկպնի։ Այս կարալյոկը, տեսնում եք չիպսի դեպքում կարալյոկը գույնը չփոխեց, իսկ չրի դեպքում ինքը սևանում է։ Լոբին հեսա շուտով կեպվի, ոյ, սա պետք է վառեմ, են եմ վառում, և պղպեղներ, մամային սովամասի պղպեղները խորով է, թող ճտա, ես այստեղ ձեռքի հետ քիչ-քիչ գործ եմ անում, մասուրը պիտի մաքրենք փոփուկ լովում, ինձ գործ բացեցի, բայց դե սա կարևոր գործ էր, հասած լավ մասուրներ, հիմա իշքան հատ-հատ քաղել եմ, սիրելի հետևորդներ, հաջան, իշքան հատ-հատ քաղել եմ, այդքան էլ այսենց հատ-հատ վերցնում եմ, այս սև պոչիկները կտրում ու դնում, որ լվանա մեթե։ Հեսա կսարքեմ, հեսա գալիս եմ սարքեմ, սա չանեմ, լոբին էփել է արդեն, տապակեմ ձվով, քո սիրած գործն է, լոբին կուտես կօգնես մամային, հա? Չէ, սիրիկունը Հարի Փոթեր եմ նայելու, հա, էսի կթողեք ինձ էդ վերջը, Լիլիթը շատ անգամ ինքը գիշերը ես առավոտյան արթնացել եմ, տեսել եմ մաքրե, տեսակավորել է, որը պինդը արդեն պնդերը առանձինա դրել, հասածները այդ ջեմի համար առանձին։ Մի երկու ժամը կանեմ։ Հա։ Մի ապակնալն։ Մի հացու եմ կոտրում վրան, բավական այսօր քիչ է լոբին։ Արագ որ կառնում ես, ձուն մի հատ է, բայց մի քանի հատի տպավորություն է թողնում, ոնց որ մի քանի հատ ձու կոտրած լինես։ Այ, հիմա կասեք տակ չէր, մատերը չվառեց, ես տենց Եթե ասել եմ, չէ, եթե գիտակցում ես, մտածում ես, որ այդ բանը տաք չի, բռնում ես մատերը հաստատ չի վառում։ Ինձ մոտ այդպես է։
Լիլիթն էլ անհամբեր լոբին է սպասում, Հավան էլ այս հատիկավոր լոբին, ահա և վերջ անջատեմ, մնաց այս պղպեղները, թող լավ տենց էդվի, հում տեղ չմնա, այս մասն է, այ այսենց կարելի է, երկու րոպե էլ թող է տեպվի, դնեմ ցելոֆանի մեջ։ Սա էլ սինին։ Սիրելի հետևորդներս, ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին։ Ես էլ իմ դարդն է, իմ գործն է։ Գնաց է բերել եմ, սա պետք է անպայման անեմ։ Երկրորդ սինին է սա, առաջի սինին մաքրեցի։ Եմ որ մի հատ մեծ բաժակով թեյ խմեմ, չեմ լավ անում, այ ժողովուրդ չեմ լավ անում, ձայնս քաշվում է, գրիպոզ վիճակ, դե հիմա էլ կասեք մնա տունը, մնամ էլ տունը, ինչ անեմ, դուրս չգնամ, գնամ, հողամաս գնամ, չգնամ, նույն է վիճակը։ Են մի քանի օրը ասեցի մնամ տունը լավ անամ, սուտ։ Որը համ մաքրեմ, համ էլ թեյս խմեմ։ Այստեղ մաքրածները, մի քանի սիրուն մաքրել եմ, հատիկ, մաքրել, սենց հավեսին, սիրուն, մաքուր։ Մի գործ, որ անում ես, պիտի մաքուր տեղը տեղին անես, որ տեսեք, հատիկ մաքրում է։ Դեմ այստեղ թող մնա։ Ասել այսպես դնում եմ ոտքերիս ու սենց հարմար է, մի գործ ոնց արագ լինում է, այն տարբերակով էլ անում եմ, ինձ հարմար, որ արագությունը միայն ապահովեմ գործի, թե չէ անդադ պիտի ձգվեմ, հենց վերցնեմ, սենց շատ լավ է, ահա, մենակ չմոռանամ արանք թեյս էլ խմեմ, որ ավելի լավ լինի։ Գոնե մաքրեմ, այսօր եռացնեմ իրիկունը, առավոտ շուտ հելնեմ, քամեմ ու պատրաստեմ մասրամածունը։
Հիմա այտենց լարված, կլանված կասեմ, ես մեկն է մաքրեմ, նոր խմեմ, ես մեկն է մաքրեմ, նոր խմեմ, մինչև թեյես կսառի։ Էֆեկտն էլ իր ազդեցությունն էլ կկորցնի։ Ահա, այս էլ համեղ բիբարները։ Մի հատ տեսեք, Լիլիթը ոնց է արագ ինձ օգնում, չէ՞, մասուրներն է տարբերում, առանձնացնում, ուրեմն փափուկները մի կողմ, որ տա ես մաքրեմ, ահա այսպես նստել ենք այս անկյունում ու մեր գործն ենք անում, դեռ ահագին էլ կա, Լիլիթս, որ ինձ չօգնի, ուշ կվերջացնեմ, դրա համար եկել օգնում է, չէ՞ Լիլո։ Ինքը սիրում է մասուր մաքրել։ Այս անգամ դու ես մաքրում։ Հիշում ես, որ գիշերը թողնում էի։ Առավոտ արթնանում էլ, դրած, մաքրած։ Դա Լիլիթը մաքրել էր, մաքրում էր։ Կամ էլ հիշում ես, այն որ խոտեր էիր բերում պետքա ճյուղերը պոկեիր։ Հա։ Էտաս այն Մարզան, հա։ Այն բան էի անում, օգնում էի քեզ։ Ой, это случайно не туда. Դրանք փափուկներ են։ Ես այդ փափուկները լցրու ես մամա եսինի այստեղ է։ 1 milliliters. 1 milliliters. 1 milliliters. Давай milliliters. Կանի։ Ահա, ապրես, ինչքան էլ առանձնացրել ես։ Все правильно. Ինչ արել եմ։ Մտածում ես ճիշտ չես արել։ Вот это уже все, закончила. Мам, смотри, я сейчас что-то принесу. Ինչ ես բերում։ Одну минуточку. Вот, мам. Я знаю, что здесь положила? Что? Угадай. Не знаю. Давайте я покажу. Ой. В общем, посмотри. Я здесь... ой, кикиничка упала. Я здесь, да, положила резиночки. Вот заколочки я положила. 2 конфеты на перекусик. И украшения. Ուր ես գնալու տանում։ В школу. А вот этот осик, вот, блеск. Вот такая гигиеничка. Крем для ручек. Ой, еще. И еще один глоус. Вот. Приходим здесь. Вот такие салфеточки. Миля шопить. Миля шопить. Хауртрам. Главное, там вот пинт. Может что-то случиться. Кто-то упадет, а мы поможем. Да. Да. В общем,
Вот такие. Есть пинт маленький. Այդ որտեղից։ Нашла. Не нашла, взяла։ Ну, матные палочки. Բան, ունիվերսալ сумочка ունես։ Вот такие. Вот это знаешь что? Вот что зубы вот так сделать. Грязь. Да. Ինչ ասես կարետ։ Посумкастный наличие жогель. И мама чуть начнем с интересненького. Вот у меня здесь, давайте, у меня здесь заколочки. Вот такие красивые заколки. Может что-то случиться. Так, положу. Вот здесь у меня резинки. Такие, может кому-то понадобится из девочек. Вот конфеты, такие 2 на перекусик. Вот, украшения. Это я даже не откуда это взялась, вообще это вот такие украшения. Это для обуви. Не знаю, почему положила, но положила. Вот, глосс. Такой. Еще глосс. Гигиеничка. Что зубы не... зубы, говорю, губы увлажнять. Вот крем для ручек. Вот положу. Переходим вот здесь. У нас в Мешенке ТВ есть магазин для косметики, Милашоп. Я там купила вот такие 2 салфетки. Вот такой и вот такой. 100 грамм, 100 грамм. И пинт, говорю. Может кто-то упадет, а я спасу с моим пинтом. Ну вообще, дает. Мне сумка будет тяжелая, наверное. Ватные палочки. Вот такой маленький. Как называется, я уже забыла. Бинты. Бинт. И все, бинт. Это тоже забыла. И, как говорю, зубная штучка, которая ешь что-то и тебе в зубы застряла. Вот так делаешь. Все. Все. На этом все. Да, завтра я в школу пойду или нет. Рюкзак будет тяжелый. А завтра я другие штучки покажу. Мам, я тебе еще один штучку принесу. Я посмотрела тебе косметику. Тебе косметику? Ладно, косметика ничего. Там сейчас принесу. Ինչ ես տեսե։ Ինչա տեսե այդ աղջիկը իմ կոսմետիկայի մեջ։ Какой желтый. Вот я тебе желтый спонтик отдам. У тебя было грязный. А тебе желтенькой, чистенькой. На. Լվացել ես։ Нет, это новая. Откуда? Купила 100 грамм. Когда ты купила? Купила. Купила. Помнишь, что папа мне деньги дал? Да. Вот купила на эти деньги. Молодец. У тебя спонжик был розовенький и грязный, а теперь желтый тиси. Спасибо. Не за что. Так, теперь что делаем? Смотрите, что я... Гениально! Сейчас приду. Мам, помнишь, что мне первый раз посылка приехала, да? Да. Там был брелок. Я вот купила один глосс, и я вот так с дырку сделала, и теперь у меня вот такой глосс с брелком. Այդ երբ ես հասցնում տենց բաներ անես։ Не знаю, есть такой бренд Mixit.
И там они есть, у них брюки с помадой. Я тоже хотела, я сделала вот такой. Угу. Զգուշ կլեցնես չթափես։ Լցրեցիր, չթափես։ Լցրեցին, բայց Իրենդե մի քիչ վեդրոյից լիցդ է, որ ջոկես։ Քիչ, որ ջոկել լինի։ О, чуть-чуть осталось у нас. Так. Պիտի էսի լվանամ դնեմ էպի, որ սարի առավոտը քամեմ մասրամածուն պատրաստեմ։ Знаешь, что? Уже забыла. Сколько у тебя осталось? Ինչքան մնաց քեզ օր? Կանիկուլ։ Выходные. Выходные, Да, ну каникулы это другое означает. Ահա։ Ամսի 14-ին գործի եմ։ Ай, скоро! Լավ չի։ Տխրում եմ։ Я тоже тохрумем. Я тоже грустю. Потому что ես գալիս եմ տենում եմ տոներ մաքուր։ Լիլի դեն եմ բեր լցրու, վեդրոն բեր լցրու ստե։ Вот. Էդի ջոկել ես, լցրու։ Կամոց մի թափ։ Ой, уже на... Մի թափի, լավ։ А завтра я еще покажу, что я там положу. Мы сегодня, знаешь, что делали? Устала. Нет, еще есть. Հիշում եմ գրականությունը լաց սա գալիս։ Ինչ ա եղա։ Սպիտակ ձիի մասին։ Բասի 17 էջեր, չգիտեմ քանի է տվել էր լրիվ պատմել։ Դուրել է, դուր դնեմ։ Մի հատ բայսրանք լցել։ Այդ չոր է։ Հա, բայսրանք չոր ա լցրել ես։ Այդ չորերը արդեն իրանք չորացել են։ Ահա տեսեք, մասուրը մաքրեցի, այսքանն էր փափուկ մասուրը, որ սուտ չասեմ երևի մի չքան կլինի ծանր ա, 4 կիլոից ավել կլինի։ Հիմա սա լվանում եմ ու դնեմ եռավ։ Մի քանի անգամ լվացել եմ լավ։ Ահա։ Ահագին է մասուրը, փոքր համանի մեջ չի երևում իրա չափը, բայց դե կացայի մեջ տեսեք ինչքան է։ Ահագին։ Եռալու համար, ինքը եռալու է, այս ջուրը քաշի մեջը, պնդանա ու կացայի, գազօջախն էլ վառում ենք, ինչ էլ կանենք ուրախությունով, դուք էլ ինչ կանեք, կպատրաստեք ուրախությունով թող լինի, սա էլ մասուրը, մասրամածուն պատրաստելու համար այսքան չարչարվում ենք, այսքան հեշտ չի գնալ, քաղել, փշերի մեջ ծակծկվել, վերել մաքրել ու մաքուր որակով մասրամածուն ստանալ։
Կարող եք ասել, այո, Նազու ջան, հեշտ աշխատանք չկա, հեշտ գործ չկա, սիրելի հետևորդներ, լավ իմացեք, ոչինչ հենց այնպես չի տրվում։ Այս մասուրի հյութ է, տաքացնում եմ, տակ խմեմ, թեյի պես, շատ համովատ տենց։ Դուք էլ ինչ կանեք, ինչ կստեղծեք, ինչ կեփեք ուրախությունով, թող լինի ուրախ սրտով վայելեք եւ ձեզ էլ ասում եմ բարի գիշեր։ Այսօրվա համար կարծեմ այսքանը բավական է, լավ մնացեք, բոլորիդ էլ շատ սիրում եմ։ Շնորհակալություն, որ դուք ինձ հետ եք, իմ էջում եք, նայում եք իմ վլոգները ու տարածում եւ անպայման լայքում։